Առաջին օրը ու այդ հարվածները սկսել եմ։ Դուբայում գտնվող լրագրող Նատա Հարությունյանը զբոսանավով 3 երկիր ու 5 քաղաք պետք է շրջագայեր։ Այժմ կրուիզը չեղարկվել է, նավն էլ կանգնած է նավահանգստում։ Նավահանգստում կանգնած է նավը, չգիտենք դրսում քաղաքում ինչ վիճակա, բայց դիմել ենք մեր դեսպանություն, ԱԳՆ-ի հրապարակած լինկով գրանցվել ենք, սպասում ենք հնարավորության դեպքում Օմանով բերեն, եթե կարելի է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կարիքների գնահատում է իրականացնում թռիչքի կազմակերպման դեպքում առաջնահերթություն է տրվելու կանանց, երեխաներին, տարեցներին եւ առողջական խնդիրներ ունեցողներին։ Թե քանի հոգի է դիմել վերադառնալու համար, ինչ իրավիճակ է հայերի շրջանում, նախարարությունից դեռ չեն նշում։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ին փոխանցեց, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Մինչ այդ Մերձավոր Արևելք հանգստի մեկնածները սոցցանցերում են տագնապած գրառումներ անում, փորձելով հասկանալ ուր գնալ եւ ինչ անել ապահով լինելու համար, կամ ինչպես գտնել Հայաստան վերադառնալու տարբերակներ։ Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները ամբողջովին կամ մասնակի փակել են իրենց օդային տարածքները։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։ Այս ընթացքում շարունակում են չեղարկվել դեպի Երևան եւ Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։ Այսօր չեղարկվել են Թեհրանից, Շարժայից, Աբու Դաբիից, Դուբայից եւ Թել Ավիվից Երևան ժամանող չվերթները։ Չեն կայանա Երևանից չվերթներ դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա եւ Աբու Դաբի։ Փակ գոտիները շրջանցելու եւ չվերթների ուղղությունը փոխելու պատճառով մյուս երկրներից եկող օդանավերն էլ ժամանում են ուշացումներով։ Իդեպ Աբու Դաբիից մասնակիորեն վերսկսել են թռիչքները։ Etihad Airways-ը պաշտոնապես վերսկսել է թռիչքները Աբու Դաբիից այսօր տեղական ժամանակով մոտ 14:30-ին։ Թռիչքներն իրականացվում են Օմանի օդային տարածքով։ Emirates եւ Fly Dubai-ը հայտարարել են, որ թռիչքները կվերսկսեն մարտի 3-ին։ Իսրայելի իշխանություններն էլ հայտարարել են, որ այսօր երեկոյան նախատեսում են աստիճանաբար բացել օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար։ Իսկ ահա Հորդանանն այսօրվանից բոլոր տեսակի չվերթների համար ամեն օր 18:00-ից մինչև 9:00 ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը։ Իրաքի օդային տարածքը լիովին փակ է մինչև մարտի 4-ի կեսօր։ Իրանում թռիչքներն արգելված են առնվազն մինչև մարտի 3-ը։ Լիբանանը այսօրվա բոլոր թռիչքները չեղարկել է, հայտարարելով, որ իրավիճակը կվերանայի վաղը։ Դոհայի, Քուվեյթի եւ Բահրեյնի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։